խոսքով հանգստացնում են դες Պատվարժան դատարան հաջորդիվ մեր կողմից աշխատանքով եւ քննարկված դատական նիստի օրը եւ ժամը դիտարկվել էր ամսի 17 ժամը 10:00 Եթե դատավարության մասնակիցներին դատարանի համարությունների դիտարկին զուտ ելնելով այդ ժամից խցանումների եւ այլ մանդատների ժամը փոխել 10:30 կամ 11-ը դիտարկել է հանգամանքը եւ պատվարժան դատարան ուզում են մեկ նախադասություն ասել առանց աշակերտելու Վստահաբար այստեղ իմ գործընկերները փաստաբանների եւ պաշտպանների մասին է խոսքը, իրենց գործունեությունը իրականացնում են արհեստավարժորեն եւ մշտապես իրավունքը դիտարկելով որպես երակ։ Խնդրում եմ դա բոլոր դեպքերում նաեւ դատարանի կողմից ըստ հավուր պատշաճի գնահատի եւ հաշվի առնի։ Շնորհակալություն։ Շատ լավ, հարգելի մասնակիցներ, պարոն Պողոսյանը ոչ պակաս պրոֆեսիոնալ իրավաբան է, փաստաբան է, պաշտպան է պարոն Խաչատրովի շահերը։ Վստահաբար, եթե դատարանը որևէ ըստ մեր մեկնաբանության գործ է պարոն Խաչատրովի համոզել, այդ պարոն Խաչատրովի այն ազնվությունը չի համենայնիվ դատարանի գնահատման, որ իրեն որևէ կերպ գործ է համոզել է համոզի։ Նման խնդիր առաջանալու դեպքում պարոն Պողոսյանը վստահաբար առաքությունը չի ժամանակը ներկայացնել, մնացածը հաճախ դուք եք նշում, ձեր բովանդակություն, դատարանի կողմից օբյեկտիվ արտահայտություն։ Մնացածը ձեր բովանդակություն, թե ձևական բովանդակություն, դա էլ արդեն անաչափητով կգնահատի։ Եթե նույն առարկությունը եղել է դատարանը այսօր առավոտյան ստացել է ուսումնասիրել է, կարող է փոխանցել Հարմանված պարոն Խաչատրովին եք դրամատել եք պարոն Հագի դատավարության մասնակիցները առարկություններ չկան 11:00 շուտ եք ասած 30 Չանա 10 ժամի չէ զամար հասնելն է իսկապես Իսակովը բայց իրականում է 15 րոպե Իսակով փողոցում անկապակցել է որ քիչ առաջ նիստի ընթացքում կարող ենք դու 11-ին նշանակին, որ որևէ մեկը չնշանա։ Պարոն Պողոսյանը կտրեց ավելի շուտ 10:30։ Ուզում եք 10:45-ը դնենք։ Եվ դնենք հաջորդած 11, պատվարժան դատարանին 11։ Ինձ թվում է Պողոսյանը իրանը չի արել։ Պարոն Պողոսյան, առարկում եք թե չէ 11։ Պատվարժան դատարան 17-ին 11:00 արգել դատավարության մասնակիցները դուք մի փոքր հետո շուտ ներկայանան, կարծում եմ չի ավելի շուտ թե աշխատավայրից Նախադասությունները ստացվում են դատարանը որոշումը այսօր պետք է հրապարակել հաջորդ դատական նիստին կայացնի եւ հրապարակի որոշում, որպես այդպիսին առանձին հաստատքի ձևով դրամատուրգիություն չկա, դատարանի կողմից նշված խախտումների վերացումը պետք է արձանագրի ակտային թե ոչ եւ համապատասխան որոշում կայացնի։ Հաշվի առնելով, որ պարոն Խաչատրովը ցանկություն հայտնեց հնարավոր ծանոթանալու դեպքում հնարավոր որոշում հայտարարություն անելու, դատարանը հնարավորությունը ձեռում է չսահմանափակում դատանությունները հետաձգում են շարունակվի 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 11:00